Ողջույն ժողովուրդ ջան, Ռոբ, ես քոքդ ոնց որ լրիվ մաշել է։ Ես խես միտինգը տեղափոխ է Հանրապետության հրապարակից օպերայի հրապարակ։ Հա? Քչացել են աջակիցներդ, ընկեր Ռոբ։ Քոքդ մնացել է այսքան։ Ու մի քանի օր հետո այսենց կջարդվի քոքդ ու լրիվ կպրծնես։ Դու շեմը հաղթահարելու խնդիր ունես։ Հաջորդը Գուրգեն Սիմոնյան այդ քու երկրորդ համարը փաստորեն դոգին համարում է քաղբանտարկյալ, հա? Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան քաղբանտարկյալներ։ Ու դու քեզ համարում ես արևմտամետ ուժ, ընկել ես ոտի տակ, հա? Կամ այդ որ ասում եք այն տերտերը Բագրատ Սրբազանը ինչա, էդ էլ է քաղբանտարկյալ։ Այդ տերտերը չէր, որ Երևանի կենտրոնում կազմակերպում էր քաղաքացիական պատերազմ։ Ու դու դրան համարում ես, դու քու երկրորդ համարը համարում եք, որ այդ տերտերը քաղբանտարկյալ է, հա? Ու դու համարում ես քեզ արևմտյան ուժ, կամ այդ ախրանայով որ ման ես գալիս, այդ ախրանիկներիդ փողը ով է տալի, կարող է Սամոնա տալի Կալուգայի, թե Ռուսաստանի դեսպանն է տալիս, հե? Այ Գուգո, ընկել ես մեր ոտի տակ արևմտամետ ես խաղում, հա? Ժողովուրդ ջան, սրա դիմակը վարկյան պատրվում է։ Էս էլ է Ռոբի նման մաշում։ Լավ ճանաչեք այս Գուրգեն Սիմոնյանին։ Սա ռուսների արևմտամետ խաղացող իրանց գրպանային թեկնածուն է։ Սրան ձայն մի տվեք, ժողովուրդ ջան։ Միակ ուժը արևմտամետ, որ անցնելու է ազգային ժողով, դա Հանրապետություն կուսակցությունն է։ Քվեաթերթիկ 11, ժողովուրդ ջան, 11։ Ես ձեզ խնդրում եմ, որ հունիսի 7-ի